Աստված ողորմած գտնվեց մեր հանդեպ եւ մեզ եւս մեկ հնարավորություն տվեց։ Վերջին հնարավորությունը 21-րդ դար մտնելու մեր արած չարածը գնահատած վերաիմաստավորած։ Սա է ճշմարտությունը։ Միջուկային ռումբերի այս դարում մենք ստիպված էինք սկսելու մեր պապերի ժանգոտած մոսիներով եւ սկսեցինք։ Կուշտ աշխարհի մարդիկ քմծիծաղով վերաբերվեցին մեր ընդվզմանը, մեր դեսից դենից թրծրած պատառոտված զինվորական հագուկապին։ Մեր քերիներով, միայնակ գայլերով, արջերով, օրոխբերներով, դյավոլներով, դևերով կազմված մարտական ջոկատների հերոսամարտերը նրանց համար մանկական կռիվ խաղն էր։ Մենք դրսերից եկող քչփչոցները չլսեցինք, ինքներս մեր յուղի մեջ տապակվեցինք ու շարունակեցինք համառորեն պեղել մեր ազգային արժանապատվության ակունքները եւ զինվեցինք մեր ազգային արժանապատվության գերհզոր զինանոցից։ Մեր աչքը տեսավ թշնամուն, մեր ձեռքը հասավ զենքին, սիրտը զգաց վտանգը։ Սկսվեց այն, ինչը վաղուց պետք է ավարտված լիներ, ազգային ազատագրական շարժումը։ Ութսունականների վերջերից սկիզբ առած ազգային ազատագրական շարժմամբ բացվում են հայ ազատագրական պայքարի նորագույն էջերը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակում, Երկրորդ հանրապետության ստեղծում եւ իհարկե Արցախի ազատագրում։ 80-ականների վերջերից խորհրդային Ադրբեջանը սաստկացրեց իր հայատյաց քաղաքականությունը հայերի տեղահանման, էթնիկ զտումների եւ անպատիժ կոտորածների բացահայտ դրսևորումներով։ Պատճառն արցախահայության ազատ ապրելու իր բնականon եւ արդար իրավունքների ազդարարումն էր։ Ու գործի տրվեց պատժիչ մեքենան։ Ջարդարարների գազազած ավազակախմբերը Սումգայիթում, Բաքվում, Խոջալույում, Մարաղայում եւ այլ բնակավայրերում սպանդի էին ենթարկում բոլոր հայերին անխտիր, միայն նրա համար, որ նրանք հայ էին։ Գոլցո տխրահրճակ օպերացիան նպատակ ուներ վերջ դնել Արցախի ազատագրության խնդրին։ Ամեն ինչ արվեց, որպեսզի ճնշվի ժողովրդի ազատատենչ ոգին։ Ստեղծվել էր այնպիսի վիճակ, որ արցախահայությունը կամ պետք է զանգվածաբար լքեր իր հողը եւ արժանանար Նախիջևանի հայության ճակատագրին, կամ պետք է պայքարի ելներ իր բնորանը եւ մարդկային ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար։ Արցախահայությունն ընտրեց երկրորդ ուղին՝ պայքարի ճանապարհը։ Ադրբեջանական բռնատիրությունից նրա ազատագրումը դարձավ օրակարգի հարց։ Հրեշը, որ տարեր ի վեր իր երախում էր պահել հայ ժողովրդին, հարություն էր առել։ Միթե հայ ժողովուրդը հերթական անգամ իր պայքարն ավարտելու էր ողբասացությամբ։ Ոչ, գտնվեցին հայորդիներ, որոնք ուժ ու վստահություն ներշնչեցին։ Ռազմաճակատ առաջինը նետվողները եղան երկրապահ կամավորական ջոկատները, որոնք դարձան հայոց նորաստեղծ բանակի հիմնաքարերը։ Երկրապահները մարդիկ են, ովքեր բնազդով են զգում երկրին սպառնացող վտանգը, եւ մինչ պետական այրերը ժողովներ են գումարում, նրանք հայտնվում են վտանգին դեմ հանդիման։ Երկրապահը կռվում է զենքով, հաղթում է ոգով եւ սրբանում արյամբ։ Երկրապահն այն խենթն է, որին ապավինում են բոլոր խելոքները։ Երկրապահը չի վախենում պարտությունից, նա վախենում է միայն մի բանից՝ իր ժողովրդի անտարբերությունից։ Եվ այսպես կազմեցինք մեր առաջին մարտական ջոկատները, որոնք համալրվեցին Հայաստանի եւ Սփյուռքի կամավորներով։ Եկել էր ժամանակը, երբ նրանք, որոնք այրուծաձև մհերի ժառանգորդներն էին եւ որոնց իրավամբ Նժդեհի հետնորդներ կարող ենք կոչել, ելան ասելու, թե Ասկյարնով է ու քանի գլխի տեր է նա դարձել։ Ելան, որ վաղվա կապույտ երկնքում ճախրեին սպիտակ աղավնիները։ Հայոց նորագույն պատմության էջերում ոսկե տարերով գրվեցին նոր քաջորդիների անուններ։ Արցախյան պատերազմի մարտիկները ժառանգորդներն են նրանց, ովքեր պաշտպանել են այս հողը տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ առաջ։ Նրանց, ինչպես եւ նրանց նախորդներին, կոչում են ֆիդայիններ, որ թարգմանաբար մահապարտ է նշանակում։ Նոր սերունդը պատգամ ունի, վար պահել արցախյան ազատամարտի քաջարի հերոսների հիշատակը իրենց հոգիներում։ Արկադի Տեր-Թադևոսյան, կոմանդոս, գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հարսանիք լեռներում օպերացիայի ղեկավար։ Ժիրայր Սեֆիլյան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ։ Մանվել Եղիազարյան, Արաբո ջոկատի հրամանատար։
Պավել Մանուկյան, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Վազգեն Սարգսյան, Ոսկե արծիվ շքանշանի ասպետ, Երկրապահ կամավորական ջոկատների հրամանատար, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։ Հերոսի մահով ընկած, մահը հաղթած եւ ազգի սրտում հավերժ կենթանի հերոսներ։ Շահեն Մեղրյան, Շահումյանի շրջանի Եղնիկներ ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար։ Կարո Կահկեջյան, Սպիտակ Արջ, Խաչակիրներ կամավորական ջոկատի հիմնադիր եւ հրամանատար։ Գագիկ Ստեփանյան, Հեթանոս Քակո, մահապարտ, ով մինչև վերջին շունչը միայնակ դիմակայում էր թշնամու հարյուրավոր զինվորներին։ Նա իր իսկ ձեռքերում պայթող նռնակով իր կյանքի գնով ապահովեց տասնյակ ադրբեջանցիների ոչնչացումը։ Թաթուլ Կրպեյան, Արցախի Գետաշեն Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար։ Աշոտ Ղուլյան, Բեկոր, Մարտական խաչ առաջին աստիճանի հերոս, ով 11 անգամ վիրավորվել է եւ մարմնում ունեցել 1 տասնյակից ավելի բեկորներ, այստեղից էլ նրա բեկոր մականունը։ Վարդան Ստեփանյան, Տուշման Վարդան, մտավորական ու զինավարժ մարտիկ, ով աշխարհ եկավ իր զորավոր մտքով ու մարմնով փակելու նահանջի ճամփան։ Եկավ իրաճապազուկ զարկով խիզախելու եւ քաջաբար խոցվելու այն սուրբ գաղափարի համար, որի վեհության հանդեպ ապրելը ոչինչ է, երբ բանտված է ազատությունը։ Պանդուխտ պապերի անկատար վրեժը նրան հուշել էր, որ թշնամին տեսակ ու ազգություն չունի։ Վարդանը մեկ զենքի հայթայթման խնդիրներ էր լուծում, մեկ հայտնվում առաջապահ կրակագծում։ Տուշման մականունը նրան տվել էր հենց թշնամին։ Նրա համոզվածությունը, որ հայերը անպայման կազատագրեն Շուշին, գոտեպնդում էր տղաներին։ Ամաչում եմ ազգից այն տղաների համար, ովքեր գնում են Ռուսաստան կամ պատշաճ կամ էլ հնոցապան դառնում։ Թուրքիան մեր տարավոր թշնամին է, իսկական զինվոր ով պետք է դառնա, ով պետք է կռվի։ Իմ հայրենիքից ինձ ընդամենը 2 մետր հող է պետք։ Ընդամենը 2 մետր հող այն հայրենիքից, որի համար նա ոչինչ չխնայեց։ Լեոնիդ Ազգալդյան, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ազնվագույն հայ, տաղանդավոր գիտնական ֆիզիկոս, փայլուն մտավորական, երկրի արժանավոր քաղաքացի, ասպետական հոգու տեր անձնավորություն, անկախության բանակի հրամանատար։ Ստանձնել է Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների հրամանատարությունը։ Տաղանդավոր ֆիզիկոսը, լազերային տեխնիկայի հմուտ մասնագետը, իր մի խումբ համախոհների հետ ձեռնամուխ եղավ սպառազինության հայթայթման ինքնաշեն զինատեսակների արտադրության գործին։ Ազգալդյանը իր ռազմիկների անփոխարինելի ուսուցիչն էր ու դաստիարակը թե ռազմագիտության եւ թե գաղափարական հարցերում։ Շատ քրտինք զորավարժությունների ժամանակ քիչ այրուն ռազմատաշտում։ Այս սկզբունքով էր առաջնորդվում նա։ Կան ժողովուրդներ, որ ապրում են մեռնելու համար, եւ կան ժողովուրդներ, որ մեռնում են ապրելու համար։ Մենք բարեբախտաբար երկրորդ տեսակին ենք պատկանում, ասում էր Լեոնիդ Ազգալդյանը։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական կամ միջազգային կամ ազգային գործիչները, սա Հայաստան է եւ վերջ։ Սա Հայաստան է եւ վերջ։